Ահա այսպես հանդիսավոր պայմաններում մեկնարկում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո անցկացվող ԱՊՀ երկրների միջազգային կրթական ֆորումը, որը կրում է Ծաղկաձոր 2011 խորագիրը։ 1000-ից ավելի երիտասարդներ ողջ ԱՊՀ տարածքից 4 հերթափոխով մասնակցելու են նախադեպը չունեցող այս ֆորումին։ Միջոցառման ամենասկզբում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պատվիրակության անդամներն ընթերցում են ֆորումի մասնակիցներին ուղղված Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի ուղերձը։ У нас есть очень приятная миссия. Мы привезли с собой приветственное слово от председателя правительства Российской Федерации, от председателя партии «Единая Россия» Владимира Владимировича Путина. Ваш форум обещает стать востребованной и во многом уникальной площадкой для интересных встреч и плодотворных дискуссий талантливой, инициативной, стремящейся к профессиональным успехам молодежи из разных стран с известными учеными, политиками, представителями художественной интеллигенции, деловых кругов. Будут содействовать укреплению интеграционных связей на пространстве СНГ. Желаю вам ярких, запоминающихся впечатлений и всего самого доброго. Владимир Владимирович Путин. Спасибо. Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձների շարքը շարունակվում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի ուղերձով, որտեղ վերջինս բարի երթ ու արդյունավետ աշխատանք է մաղթում ԱՊՀ երիտասարդներին։ Участникам форума молодежи, стран-участников СНГ, Цахкадзор 2011. Уважаемые друзья, примите самые искренние приветствия по случаю проведения молодежного форума. Убежден, что настоящее мероприятие станет важным этапом в развитии и углублении молодежных связей на территории СНГ. Желаем всем участникам и гостям форума ярких впечатлений, продуктивной работы, содержательных дискуссий и новых интересных решений. Председатель Высшего совета партии Борис Грызлов. Ֆորումի մասնակիցները հենց առաջին օրը ոչ միայն աշխատել են շատ հագեցած գրաֆիկով, այլև հասցրել են լավ ու դրական տպավորություններ ստանալ։ Хотелось бы поблагодарить Гагика Николаевича Царукяна за предоставленную возможность прибыть на этот форум. Очень отличные настроения, люди, природа, гостеприимные армяне. Это очень радует. Здорово, отлично. Спасибо. Прекрасная природа, прекрасная культура. Все очень-очень интересно. Надеемся, что и сама программа форума будет не менее потрясающая. Очень классная страна, очень добрые люди, очень доброжелательные, гостеприимные. Ну, просто у нас море впечатлений. В лице молодежного крыла Жас-Утан Народной демократической партии Нур-Отан хотим поблагодарить от всей души вашего председателя Гагика Николаевича. Большое спасибо, Армения! Ողջունելով ֆորումի մասնակիցներին Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ մեր երկրում առաջին անգամ է նման մասշտաբի միջոցառում կազմակերպվում, որին մասնակցում են ԱՊՀ երկրների իշխող կուսակցությունների երիտասարդական թևերի 1000-ից ավելի ներկայացուցիչները։ Օգտագործեք այս օրերը նոր ծանոթություններ հաստատելու, նոր ընկերներ ձեռք բերելու, ինչպես նաև հետագա արդյունավետ գործակցության համար դրական նախադրյալներ ստեղծելու համար, նշում է Գագիկ Ծառուկյանը։ Միջազգային ֆորումի հարգելի մասնակիցներ, ներկաներ, հարգելի հյուրեր։ Նախ եւ առաջ ուզում եմ սրտանց ողջունել ձեր բոլորին։ Շատ ուրախ եմ, որ այսօր այս միջազգային ֆորումը անց է կացվում Ծաղկաձորում, որը հնարավորություն է տալիս ամրապնդել բարեկամական, ընկերական, տնտեսական, քաղաքական այդ կապերը։ Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք մեր երիտասարդությանը հնարավորություն տրամադրելու, որ նրանք կարողանան ինչի արժանի են դրան հասնել։ Ամենակարևորը հարկավոր է հնարավորություն տալ, մրցակցություն լինի, որ գնահատվեն ըստ իրենց արժանինքների, ըստ գաղափարի, գիտելիքի, ըստ կատարած գործի արդյունքի։ Մեր փոխարինողները մեր երիտասարդներն են եւ միշտ պատրաստ եմ ձեզ աջակցելու, հնարավորություն ձեռնելու, որ դուք հուսախաբ չլինեք, իմանա կա գնահատական, կա վերաբերմունք, կա մրցակցություն։ Ես էլ բոլորին ցանկանում եմ բարձր տրամադրություն, լավ հանգիստ, բեղնավոր աշխատանք եւ լավ հիշողություններ։ Շնորհակալություն։ Ֆորումի մասնակիցները իրենց հերթին անակնկալներ էին նախապատրաստել Գագիկ Ծառուկյանի համար։ Ազգային հանդերձանք Ղազախստանի պատվիրակության կողմից ազգային երաժշտության ուղեկցությամբ։
Աշխատանք ու ժամանց, նոր ծանոթություններ ու նոր գաղափարներ, համատեղ ծրագրեր ու անելիքներ։ 10 օր շարունակ Ծաղկաձորում համախմբված մոտ 1000 երիտասարդներ աշխատելու են միասնական գաղափարների կենսագործման նպատակով։ Առջևում ոչ միայն ամենաջերմ տպավորություններն են, այլև ապագան ավելի լավը դարձնելու ցանկությունը։ Իվետ Ատոնոյան, Հովհաննես Քյուրքչյան, Մեհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։